Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 16։ Բայց մանավանդ գարշելի ու պիղծ է մարդս, որ անօրենությունը ջրի պես է խմում։ Հոբ 15-րդ գլուխ 16-րդ խոսք։ Արտաքին առավելությունները, հավատքի դավանությունը կամ նույնիսկ թվացյալ դարձը չեն կարող պաշտպանել նրանց Աստծո դատաստանից, ովքեր շեղվում են անհավատությամբ ու անհնազանդությամբ։ Անապատում անհավատ իսրայելացիների կործանումը ցույց է տալիս, որ ոչ ոք չպետք է վստահի միայն իր ունեցած առավելություններին, և չնայած նրան, որ նրանք ամեն օր հրաշքներ էին տեսնում, կործանվեցին իրենց անհավատության պատճառով։ Շատ հրեշտակներ էլ, չբավարարվելով այն դիրքից, որ Աստված էր տվել իրենց, անկման ենթարկվեցին, և դրա հիմնական և անմիջական պատճառը իրենց հպարտությունն էր։ Ընկած հրեշտակները պահվում են մեծ դատաստանի օրվա համար, իսկ ընկած մարդիկ մի՞թե կփախչեն դրանից։ Իհարկե ոչ։ Քանի ժամանակ ունեք, մտորեք այդ մասին։ Սոդոմի կործանումը բարձրաձայն զգուշացում է բոլորիս համար, որ հեռու մնանք մարմնական ցանկություններից, որոնք պայքարում են մեր հոգու դեմ, ուստի երկյուղած եղեք և մի մեղանչեք։ Եկեք չբավարարվենք այնպիսի բաներով, որոնք մեր հոգին չեն հնազանդեցնում Քրիստոսին, որովհետև միայն Սուրբ Հոգու միջոցով Աստծո պատկերին նորոգված Հոգին կարող է մեզ պահել, որ չկործանվենք Աստծո թշնամիների հետ։ Մտորեք հրեշտակների այս օրինակի մասին և կտեսնեք, որ արարչագործության ոչ մի արժանապատվություն կամ արժեք նշանակություն չունի, ապա որքան առավել պետք է մարդը դողա, ով անարդարությունը խմում է ջրի պես։ Դատաստանը մոտ է, ընկած հրեշտակները պահվում են մեծ օրվա դատաստանի համար, իսկ միթե ընկած մարդիկ կկարողանան խուսափել դրանից։ Թող յուրաքանչյուր ունկնդիր մտորի այս մասին պատշաճ ժամանակին։ Նրանց շղթաները կոչվում են հավիտենական, որովհետև անհնար է, որ նրանք երբևէ ազատվեն կամ փախչեն դրանից։ Նրանց կապող և պահող շղթաները անառիկ են։